Մենք այսօր չենք եկել ասելու, մենք այսօր եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու 44-օրյա պատերազմին իրենց կյանքը տված մեր անմահացած հայրենակիցների, եղբայրների, շիրիմներին։ Մեր ողջ հայ ժողովրդի անունից, համահայկական շարժման անունից եւ անձամբ գեներալ մայոր Արշակ Կարապետյանի անունից այսօր եկել ենք հարգանքի տուրքը մատուցենք եւ հիշենք մեր նահատակներին։ Նրանք թվով զիջում էին թշնամուն, նրանք զենքով զիջում էին թշնամուն, նրանք դաշնակիցներով էին զիջում թշնամուն, բայց ունեին մի բան, որ չուներ թշնամին, ունեինք հայրենիք կամ երթում։ Եվ մենք այսօր գլուխ ենք խոնարհում իրենց անձնազոհ կյանքի եւ անցած ճանապարհի համար։ Նրանք ընկան, որ հայ ժողովուրդն ապրի։ Նրանք պահեցին հայրենիքը։ Եվ այսօր ներկայիս իշխանությունները փորձում են ուրանալ այս հայրունը, բայց հողը չի կարող լռել։ Ուշ թե շուտ մեր այս կողմ այն կողմ թափված հողերը միավորվելու է։ Այն հայրունը, որը թափվել է այս հողի վրա, ամեն օր, ամեն վայրկյան կանչում է, միավորում է կանչում, եւ այդ օրը գալու է շատ շուտով։ Այսօր մենք խոնարհաբար ծաղիկ ենք դնելու եւ մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր զոհերի համար, բայց հիշեք, որ այս հայրունը ուժ ունի եւ շուտով, շատ շուտով հայ ժողովուրդը եւ հայոց բանակը ուղղելու է իր մեջքը եւ իր խոսքը ասում։ Ժողովուրդ ջան, շնորհակալություն, Ժողովուրդ ջան, երկու Բարք ու պատիվ մեր նահատակներին։ Բարք։ Երկու մոտենում ենք, ծաղիկ ենք գնում։ Գնանդը ֆերմը կանում։ Ես դրել չեմ։